Scusa. Prossima fermata, San Donato, Università. Next stop, San Donato, Università, University. San Donato, Università, University. Prossima fermata, Monsignori Liceo da Vinci. Next stop, Monsignori Liceo da Vinci. They will help. Բարի լույս ընկերներ, ինչպես եք, հուսով եմ ձեզ մոտ ամեն ինչ լավ է։ Ես փոքրիկներին այսօր տարա դպրոց, արդեն հավարա մի շաբաթա տանն էին ժողովուրդ ջան, մի քիչ մրսել էին, այդ իսկ պատճառով ես որոշեցի իրանց չտանել դպրոց, և նրանք ամբողջ շաբաթ համարյա ինձ հետ էին, այսօր առաջին օրն է, որ ես իրանց տարա դպրոց, ուրախ զվարթ, ես ուրախ զվարթ, իրանք ուրախ զվարթ չէին, ընկերներ ջան, եկել եմ կենտրոն, մի քանի խանութ ունեմ մտնելու, կնկարեմ ձեզ մի քիչ փողոցները, տեսարժան վայրերը, մարդկանց, տուրիստներին, ինչ հետաքրքիր բաներ կա, անցկացրեք այսօրը ինձ հետ, կարող եմ ասեմ բավականին ցուրտ է և քամոտ է, եթե այստեղ լինեք, անպայման եթե գալու եք, տաք հագեք ժողովուրդ ջան, և մեկ այլ բան էլ, եթե գալու եք մանգո, եթե գալու եք, խնդրում եմ, շատ ուշադիր եղեք ձեր իրերին, այստեղ ամեն օր կռիվ է տրվում այդ գողերի հետ, գրպանագողերի, որոնք արդեն հասել են շատ մեծ քանակությամբ և չեն կարողանում նրանց դեմ պայքարել։ Այնպես որ ընկերներ, խնդրում եմ ուշադիր եղեք, եթե ռեստորանում նստած եք, հեռախոսը խնդրում եմ չդնեք սեղանի վրա, պայուսակը չդնեք ձեր կողքը, այդ կարող այլ չտեսնեք, կաշտաններով մեքենա, ինչ աղմկոտ է չէ Ֆլորենցիան ժողովուրդ, ահա որ ձայներ են, ընդմիշտ շինարարություն, ընդմիշտ վերանորոգում, գրքի խանութներից մեկն է իմ սիրած, փոքրիկների գրքերն արդեն Սուրբ Ծնունդի համար, նայեք, ինչ լավն են, կարելի է մի բան գնել, երևի ես այդ դրանով այսօր կզբաղվեմ ընկերներ, ամբողջությամբ այսօր տրամադրել եմ ինձ, որ մի քիչ կենտրոնում զբոսնեմ ու տարբեր տեսակի գնումներ անեմ, և նոր տարվա, և պուճուրներին, տեսնենք ինչ կգտնեմ, ինձ եմ ուզում մի հատ ձմեռային գլխարկ, եթե գտնեմ իմ ուզածը, այնպես որ ընկերներ, գնանք միասին, բայց մինչ այդ իհարկե ցույց կտամ մեր գեղեցկուհուն,
Հեսա հասնեմ այս մեքենաների արանքներով ժողովուրդ ջան։ Հեսա հասնեմ։ Տեսեք ով է։ Տեսեք ինչ սիրուն է։ Արդեն 6 տարի այստեղ ապրում եմ։ Կապ չունի, ամեն օր էլ գամ, ամեն օր սենց դիմացը կանգնում եմ։ Ես չեմ կարողանում ինձ կառավարեմ եւ միևնույնն է սենց սիրահարված նայում եմ իրա վրա։ Վերև արդեն մարդիկ կան, ասեմ ձեզ։ Ժամը 10 չկա դեռ։ Այս հրուշակեղենի խանութը միշտ ինքան գեղեցիկ է, զարդարում իր վիտրինաները, ցուցափեղկերը, մի աննկարագրելի բան է։ Շատ գեղեցիկ են անում, բայց ես գիտեք սուրճ չեմ խմել ժողովուրդ ջան։ Այս իրենց պատրաստած շոկոլադներն են։ Գնանք առաջ։ Ինչ լավ արև է։ Այստեղ սուրճ չեմ խմի ես։ Ասեմ ձեզ ընկերներ։ Գոնե մի քիչ արև է ժողովուրդ ջան։ Տուրիստների քանակը նույնն է, ոչինչ չի փոխվել։ Կարող եմ ձեզ ասեմ, ոնց կային, տենց կան։ Բայց խանութները դեռ փակ են։ Երևի ժամը 10-ին են բացվում եւ շուտ եմ եկել։ Առիթից կօգտվեմ եւ ձեզ մի քիչ կցուցադրեմ քաղաքը եւ կխմեմ սուրճ, մինչեւ բացվեն։ Ովքեր կարոտել են Ֆլորենցիային, Ֆիրենցեին, ցույց եմ տալի, որ կարոտները տառնենք ժողովուրդ ջան։ Արդեն համարը ամեն ինչը զարդարված է նոր տարվա։ Այս Պրադայի ցուցափեղկն է, ինչ ձև են զարդարել այս տարի։ Ինչ լավն է։ Շարժվենք առաջ։ Այստեղ հյուրանոց է, մարդիկ ինչ գնումներ անում են, վերջում տուփերը հայտնվում են այստեղ։ Սկիմսներ, այստեղ ինչ է, Լոնգշամպի խանութն է, արդեն սկսում բացվել։ Մի հատ գնանք տեսնենք Միուն ինչպես է զարդարել։ Հեսա պատկացեք կսկսեն ամեն տեղ զարդարել ժողովուրդ։ Մի աննկարագրելի գեղեցկություն են ստեղծում։ Հեսա նայեք, արդեն սկսել են։ Հələ տեսեք ինչ գեղեցիկ են արել։ Շատ գեղեցիկ են արել։ Անցնենք առաջ։ Ես կգնամ այստեղ սուրճ խմելու ժողովուրդ ջան։ Աստված, այս ինչ սիրուն է, հələ նայեք։ Սունկ է, սունկի ձևով են արել ամբողջ զարդարանքը։ Սունկ, գնդեր, շատ գեղեցիկ է, ես ձեզ ասեմ, շատ գեղեցիկ ընկերներ, բայց սա դեռ ոչինչ է, հեսա կսկսեն զարդարել։ Տեսնենք իրենք ինչպես են զարդարել։ Օ, արդեն պանետոն է։ Իդեպ այս բոլոր պանետոնները բոլորը պատվերով են, սենց հրուշակեղենի խանութներում։ Սա եթե չեմ սխալվում պիստակիով է, սա չգիտեմ ինչով է, երևի նա շոկոլադով է։ Շատ գեղեցիկ են զարդարում ընկերներ ջան, շատ։ Հələ ստեղ տեսեք ժողովուրդ, ամեն ինչը շոկոլադից, ձմեռ պատիկներ, հələ տեսեք ինչ գեղեցկություն են արել։ Ապրեն իրանք, մտանք։
Աստված, ես ինչ երթա։ Thank you. Ask you one sorry? Got it. Սա բոլորը իրենց պատրաստած ձեռքով շոկոլադներն են։ Ջան, ունեն սեփական արտադրություն։ Ընկերներ, վերցրեցի կապուչինոս, արդեն սկսում են նոր տարվա նաև այստեղ զարդարել, եթե ձեզ հետաքրքիր է, վճարեցի 2 եվրո, կենտրոնում և ոչ կենտրոնում գները տարբերվում են, եթե կենտրոնից դուրս գաք պատմական, այս նույն սուրճը կարժենա 1 եվրո 50 ցենտ, այստեղ արժի 2 եվրո, եթե դուք նստեք այնտեղ և պատվիրեք, այդ նույն սուրճը կարժենա 6-7 եվրո, սպասարկման համար։ Ես քանի որ ինքս ինձ սպասարկեցի, ես իմ կապուչինոն բերեցի ինքերեր, ես դրա համար չվճարեցի։ Շատ համեղ էր։ Ես նենց եմ սիրում այս նոր տարվա, այս նախատոնական պատրաստությունները չեք պատկերացնում, հենց այստեղ շատ տրամադրությունը լրիվ, այսենց նոր տարվա, Սուրբ Ծնունդի, այնքան հաճելի այդ նախապատրաստական աշխատանքներն են, քաղաքը շքեղ զարդարում են։ Ես անպայման, երբ որ միացնեմ բոլոր լուսավորությունները, ես կգամ երեկոյան ժամերին, ձեզ համար կնկարեմ, որ դուք էլ տեսնեք ոնց են այստեղ այս ամեն ինչը զարդարում, մի ուրիշ հրաշք մթնոլորտ է ստեղծվում, ժողովուրդ ջան, չեք պատկերացնում։ Բայց եթե նկատեցիք, արդեն ավելի քիչ են տուրիստները, բավականին ազատ է։ Այս սրճարանը սովորաբար այս ժամերին արդեն նստելու տեղ չի լինում, բայց ինչպես տեսնում եք հիմա կա։ Նշանակում է տուրիստները պակասել են, ժողովուրդ ջան։ Ռինաշենտեն արդեն զարդարել են, ենթադրում եմ երեկոյան արդեն ամբողջ գեղեցկությունը կերևա։ Շարունակենք, տեսնենք ինչեր կա հետաքրքիր։ Չեք պատկերացնում, երեք ինչ հորդարատ անձրև էր, անհնար էր, ուղղակի։ Գնամ Զարա, ժողովուրդ, տեսնենք ինչ կա Զարայում, եթե բաց է իհարկե, ոնց որ թե բաց, գնացինք, տեսնենք ինչ կա այստեղ, օ, այս տարի շատ է այս շոկոլադի գույնը, ժողովուրդ, ու ինձ ահա որ դուր ա գալի, գիտեք, ինչ որ շատ գեղեցիկ է, սա դուրս եկավ, ինչ արժի 79 եվրո 95 ցենտ, ինչա ինքը իրանից ներկայացնում, 95% բուրդ է, շատ լավն է։ Սա բոլորը այդ գույների մեջ են, բեժ, շոկոլադ, շագանակագույն, հիմնական այդ գույներն են այս տարի։ $39, սա ինչ պարունակություն ունի, չեմ կարծում, որ բուրդ լինի։
Grazie. Ինչ որ ես ուզում էի ժողովուրդ, ոչ մետեղ իմ ուզած բաները չկա։ Ցավոք սրտի։ Շարունակեմ զբոստ։ Լսում եք ինչ քամի է ժողովուրդ, անտանելի։ Կարելի է ուղղակի տեղից թռնել։ Ահա որ քամի է։ Երևի 25 կմ/ժ կլինի։ Սա կնայեմ ձեզ ավելի հստակ կասեմ։ Քայլենք։ Մի տեսակ մթնեց։ Ձեզ կարող եմ ասեմ։ Անտանելի ցուրտ է։ Ես արդեն ահու սարսուրով, այսինչ է հետաքրքիր է ստեղ ժողովուրդ, հələ նայեք։ Ինչ որ միջոցառում է, հա երևի։ Իրենց մոտ։ Ինչ լավն է։ Իհարկե բոլորը նկարում են։ Շարունակենք զբոսանքը, շարունակենք։ Տեսնենք ստեղ ինչ կա հետաքրքիր։ Ձմեռային պայուսակ։ Մարդ կա շորցիկներով է։ Տեսեք ժողովուրդ։ Հետաքրքիր է, իրանք որտեղից են գալիս, որ կարող են շորցիկով մանկան։ Ասա ֆուրլա։ Իտալական քաղցրավենիքներ, բազմապիսի, քայլենք, մի քիչ զբոսնենք ընկերներ, հասա Piazza Signoria։ Արև մի գնա խնդրում եմ, արևը մեզ լքում է, իսկ դա նշանակում է, որ կցրտի, վերջ, Շանելի մոտ հերթա ժողովուրդ, սպասում են բացվի, որ մտնեն ներս, բազմաթիվ սուվենիրներ, բայց տուրիստները քիչ են, այս հրապարակից կարելի է ենթադրել տուրիստների քանակը, եթե լիքը չի, ուրեմն քիչ են, հետ լսում եք քամի, ես ձեզ խնդրում եմ ժողովուրդ, հələ լսեք ինչ ուժեղ քամի է, աննկարագրելի է, վերջ, ձմեռը մեզ մոտ էլ եկավ, ասա Gucci Garden, Պալացով եկեն հետևի կողմից ձեզ ցույց տամ,
Այս մարդկանց հետ էլ նկարվեցի։ Հիմա կարող եմ գնամ հանգիստ։ Գնամ մի քանի խանութ, ընկերներ։ Տեսեք մարդ կա ում համար ամառ է։ Ինքը գեղեցիկ շորիկով ա կարճաթև։ Մենք ընկերներ, մի անգամ եմ ուզում ձեզ զգուշացնեմ։ Այս վերջերս չափազանց շատ են այստեղ գողությունները եւ ոչ միայն գողությունները երեկոյան ժամերում, եթե հատկապես աղջիկներ եք, խնդրում եմ մի զբոսնեք մենակ, հատկապես ոչ մարդաշատ փողոցներով, մի շեղվեք այդ տուրիստական բոլոր հատվածից։ Լավ ժողովուրդ, խնդրում եմ ձեզ, որ հետո տհաճ անակնկալներ չունենաք, որտեղ շատ դեպքեր են լինում հարձակումների, պայուսակը վերցնելու, ուղղակի հարձակումների, անհայտ ինչ նպատակով։ Խնդրում եմ ձեզ, մեծ փողոցներից մարդաշատ մի շեղվեք, ուշ ժամերին միայնակ, եթե միայնակ աղջիկ եք, մի զբոսնեք, որովհետև պայքարում են իրանք իհարկե դրա դեմ, փորձում են ինչ-որ կիրառեն տարբեր տեսակի աշխատանքներ, հենց նոր եկեղեցուց դուրս է, փորձում են նրանք կիրառել իհարկե որոշակի մեթոդներ կանխելու այդ հարձակումները եւ ինչ-որ չափով պաշտպանելու քաղաքացիներին, բայց միևնույնն է, դուք ավելի լավ եղեք զգույշ եւ մի մտեք փողոցներ ձեզ անծանոթ եւ մութ, որտեղ շատ վատ հետևանքներ կարող է ունենա։ Բացի նրանից, որ ձեր հանգիստը կփչանա, անհայտ է ինչով դա կավարտվի։ Դրա համար ընկերներ, հորդորում եմ լինել զգուշ, նոր խանութ են բացել, Legami Milano, շատ գեղեցիկ խանութ է դեպ։ Ես շարունակեմ իմ զբոսանքը, ընկերներ ջան։ Շատացան տուրիստները, չէ։ Ես սխալվեցի։ Փաստորեն իրեն գալիս են ավելի ուշ ժամերին, արդեն շուտ չեն դուրս գալիս, 10-ից հետո են դուրս գալի փողոց։ Այդ իսկ պատճառով ինձ թվաց, որ իրենք քիչ են, բայց չէ, քիչ չեն։ Նույնն է ընկերներ։ Օ, նոր կոլեկցիան է, նոր հավաքածուն է մոկկայի, գեղեցիկ է։ Տեսնենք Ջո Մալոնի ցուցափեղկը ինչպես է զարդարված։ Նոր տարուն միշտ շատ գեղեցիկ է։ Ցուցափեղկն է։ Իդեպ ընկերներ, ուզում եմ իմանալ, դուք երբ եք զարդարում ձեր տունը եւ տեղադրում տոնածառ, ինչ-որ ժամկետ ունեք դուք, այստեղ Իտալիայում պաշտոնապես զարդարում են դեկտեմբերի 7-ին, ունեն սրբի տոն այդ օրը եւ այդ օրը զարդարում են, ինչպես նաեւ ամսի 7-ին վառում են քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը, ամեն քաղաքներ ամսի 6-ին, ամսի 7-ին, բայց հիմնականը այդպես։ Հետաքրքիր է, դուք երբ եք զարդարում ձեր տունը։ Ես արդեն մտածում եմ զարդարեմ։ Ինձ թվում է արդեն կարելի է։ Ինչ եք կարծում ընկերներ։ Կիսվեք։